Գիտեիներ ողջույն, շարունակում ենք C++-ի խնդիրների դիտարկումը, հիմա դիտարկենք հետևյալ խնդիրը։ Գրել ծրագիր, որ էկրանին տպվում է տրված ամբողջ թվի թվանշանների քանակը։ Ուշադրություն դարձրեք, այստեղ գործ ունենք կամայական թվի, դա կան եռանիշ, հնգանիշ, տասանիշ, այսինքն կամայական թվի մասին է խոսքը գնում եւ մենք պետք է ստանանք այդ թվի թվանշանների քանակը։ Ինչպես կարելի է սա լուծել։ Նախ եւ առաջ եկեք հայտարարենք այդ թվանշանը եւ ներմուծենք ծրագրի աշխատանքի ընթացքում։ Աշխատելու ենք integer-ների հետ, ուրեմն int number-ը ձևափոխագծերով տնենք, std-ին անենք, ներմուծենք։ Այսպես, number-ը հայտարարեցինք, ներմուծեցինք։ Հիմա տեսեք, այստեղ օգտվել ենք երկու կարևորագույն փաստից, որ վերջի թվանշանը թվի կարողանում ենք ստանալ տոկոս 10-ի միջոցով, իսկ վերջի թվանշանը կարողանում ենք ջնջել ամբողջ մասով բաժանած 10-ի միջոցով։ Հիմա կատարել ենք while loop-ի միջոցով, while եկեք այս բանը գրենք true, հիմա կհասկանանք ինչ կարելի է դնել պայմանի դաշտում։ Ուրեմն տեսեք ինչ կարելի է անել։ Այստեղ անընդհատ մենք պետք է մեր թվի, մեր number-ի վերջի թվանշանը ամեն իտերացիայի ժամանակ ջնջենք ու ինչքան որ ջնջում ենք, այդքան անգամ մեր իտերացիաների քանակը հաշվենք։ Հաշվելու համար ես այստեղ կհայտարարեմ int count անունով փոփոխական, որի սկզբանը 0 է։ Եվ այստեղ ուրեմն ամեն անգամ ես count-ի արժեքը 1-ով մեծացնելու եմ եւ մեծացնելուց առաջ ամեն անգամ իմ number-ի վերջի թվանշանը ջնջելու եմ։ Իսկ number-ի վերջի թվանշանը ջնջում ենք ամբողջ մասով բաժանած 10-ի վրա։ Number-ը բաժանած հավասար 10 նշանակում է number-ն հավասար, այստեղ դա գրենք, number-ը հավասար number բաժանած 10։ Հիմա, բայց այս գործողությունը որքան կատարենք։ Կատարենք այնքան ժամանակ, քան դեռ number-ը 0 չի դառել, այսինքն այս true բաժնում մենք կարող գրենք number հենց number-ը։ Ուրեմն ոնց է սա աշխատում։ Նախ այս պայմանի մասին մենք խոսեցինք անցած վիդեոյում, որ սա նույնն է օգտվելով բուլյան փոփոխականի սահմամանը, որ ինքը կամայական արժեք ընդունում է որպես true, միայն 0-ն է ընդունում false։ Երբ number-ը կլինի 0, ծրագիր աշխատանքը կավարտի։ Հիմա այստեղ ուշադրություն դարձրեք։ Եթե ես ներմուծել եմ 123 դեպքում ինչա տեղի ունենում։ While 123-ը true է, այո, number ամբողջ մասով բաժանած 10-ը կտա 12, որտեղ ամբողջ մասով բաժանումը ջնջում է վերջին նիշը։ 12-ը ստացանք count-ի արժեքը 1-ով մեծացրեցինք, այսինքն count-ը դարձավ 1, 0 էր դառել է 1։ Բարձրացանք վերև, while number-ը 12 է արդեն դառել։ Մտանք ներսում, որտեղ 12-ը true է։ Number ամբողջ մասով բաժանած 10-ը կտա մեզ 1, 12-ի վերջին նիշը ջնջած։ Եվ count-ը կդառնա 2։ Բարձրացանք վերև, while 1 true է, մտանք այստեղ number ամբողջ մասով բաժանած 10-ը, որը կտա մեզ 0 եւ count-ը կդառնա 1։ Կավելանա 1-ով նույնպես, այսինքն 2-ից կդառնա 3, բարձրացանք վերև number-ը 0 է, նշանակում է false, while-ը աշխատանքը իր ավարտում է եւ այստեղ արդեն կարող ենք արտածել std out անել count-ը։ Հիմա եկեք աշխատացնենք սա։ Մեկ րոպե, եկեք ես այս հայր մեսեջը մաքրեմ։ Եվ ներմուծենք, ենթադրենք հնգանիշ ինչ-որ թիվ եմ ներմուծում։ 1, 2, 3, 4 եւ 5։ Այս հնգանիշ թվի համար տեսեք տպեց 5։ Իր սիմվոլների քանակը հավասար է 5-ի։ Սա while loop-ի տիպիկ խնդիր է, որ այս խնդիրներում հիմնականում հենց օգտագործում են while loop-ը։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։